Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել։ Գիշերվա ընթացքում շտապօգնության ծառայության ստացած 15 կանչից 6-ը ավարտվել է հոսպիտալացմամբ։ Սա ընդամենը մի քանի ամսվա ընթացքում նմանատիպ արդեն երկրորդ դեպքն է, ինչը համայնքի բնակիչների շրջանում նոր մտահոգություններ է առաջացրել։ Առողջապահության նախարարության տվյալներով հիվանդների մոտ գրանցվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ՝ ինքնազգացողության վատացում, բարձր ջերմություն եւ որովայնի շրջանում ցավ։ Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս պահին հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները կատարում են համաճարակաբանական հետազոտություններ, նմուշառում եւ լաբորատոր փորձաքննություններ։ Նպատակն է պարզել վարակի աղբյուրը եւ թե ինչ ճանապարհով է այն փոխանցվել։ Մինչեւ հետազոտությունների ավարտը պաշտոնական կառույցները չեն շտապում նշել հիվանդության պատճառը, վերջնական պատասխանը հայտնի կդառնա լաբորատոր արդյունքների ամփոփումից հետո միայն։ Ոչ մի պայմանագրի մեջ, վերը պայմանագրի ցույց տա, չկա 12 ժամյա գրաֆիկ, լավ, կա, 12-ից 6-ը բազմաբնակելի շենքերը պետք է ջուր ունենան, չկա այդ պայմանագրի։ Չլչլալով ա գալի, շատ, ամենաշատը մի ժամ։ 3 հոգի հոսպիտալացվել են։ Այս իրավիճակը սակայն Բյուրեղավանի համար նոր չէ։ Հիշեցնենք այս տարվա ապրիլի 21-ին նույնպես նույն համայնքում աղիքային վարակի բռնկման դեպքեր արձանագրվել։ Այն ժամանակ հոսպիտալացվել էր 11 մարդ, իրականացված հետազոտությամբ խմելու ջրի նմուշառված տվյալների մեջ հայտնաբերվել էին ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոախտածին կոլի խմբի հարուցիչներ։ Այդ բացահայտումներից հետո ջրամատակարարման անվտանգության հարցը դարձավ հանրային քննարկման առարկա։ Կատարված հետազոտությունների արդյունքներով խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ Տարածված հրապարակումների եւ հանրային մտահոգությունների հիման վրա ընկերության մասնագետները այս պահին եւս իրականացնում են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։ Հորդորում ենք բնակիչներին հետևել բացառապես պետական իրավասու մարմինների պաշտոնական հաղորդագրություններին, չճշտված տեղեկությունների տարածումից եւ անհարկի անհանգստությունից խուսափելու համար։ Թեև նախորդ բռնկումից անցել ընդամենը մի քանի ամիս, Բյուրեղավանում կրկին արձանագրված դեպքերը նոր հարցեր են առաջացնում։ Արդյոք նախկինում բացահայտված խնդիրներն ամբողջությամբ վերացել են եւ կա կապ այսօրվա եւ գարնան արձանագրած վարակի բռնկման դեպքերի միջեւ։ Մինչ այդ առողջապահության ոլորտի պատասխանատուները բնակիչներին հորդորում են պահպանել հիգիենայի կանոնները, օգտագործել անվտանգ խմելու ջուր եւ աղիքային վարակի ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։